Պարոն Գալստյան, կխնդրեմ մի քիչ ավելի նորից պարզ ներկայացնեք վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախ նվազեցումը վերջին 1 տարվա կտրվածքով մոտ կրկնակի նվազել է եւ այսինքն հիմնականում գնաճով էր պայմանավորված ու գնաճի 3.5%-ը ինչով է բացատրվում, այստեղ դուք համաշխարհային շուրջ տենդենսներով զարգացումներով խոսեցիք, կոնկրետ մեր մոտ Հայաստանում ինչ ֆինանսական փոփոխություններ են տեղի ունեցել, որ նպաստում է գների աճին եւ այս փոփոխությունները վերաֆինանսավորման տոկոսադրույքի կամ անփոփոխ թողնելը ինչքանով կնպաստի գնաճի զսպմանը։ Ուրեմն ես եթե ճիշտ հասկացա հարցը վերաբերում է նրան, թե 10.75-ից որը պիկն էր, այդ մի տարի առաջ չէր, շատ ավելի առաջ էր, մենք ինչ ճանապարհ ենք անցել ու ոնց է մեզ հաջողվել իջեցնել գնաճը եւ դուք հիշում եք, որ COVID-ին հաջորդող ժամանակաշրջանում մենք ունեցանք գնաճ, որը մեր թարգետից մոտ կրկնակի բարձր էր, այսինքն թարգետը 4 էր, մենք 8 գերազանցող գնաճ ունեինք։ Ու Հայաստանի կենտրոնական բանկը աշխարհի երևի առաջի կենտրոնական բանկերից էր, որ ժամանակին ու ճշգրիտ բարձրացրեց տոկոսադրույքը։ Մենք դա արեցինք 20 թվականի դեկտեմբերից սկսած։ Տոկոսադրույքը 4.25%-ից բարձրացավ մինչև 10.75%, որպեսզի կանխենք անցանկալի զարգացումները գնաճային ֆոնի եւ գնաճային սպասումների ապախարսխման տեսանկյունից։ Որից հետո դա մեզ հաջողվեց ու այդտեղ կարճ պիրուտ մենք արդեն շատ մոտ էինք մեր գնաճի թիրախին, բայց տեղի ունեցավ ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը եւս անսպասելիորեն ստեղծեց արտաքին պահանջարկի ահագին մեծ ալիք, որը Հայաստանում գնաճը նորից տարավ վերև, այսինքն կենտրոնական բանկը եւս ստիպված էր արձագանքել այդ իրողությանը, որից հետո մենք այդ ալիքը հաղթահարելուց հետո 2023 թվականի հունիսից կարծեմ սկսեցինք արդեն մեղման փուլը, ու այս պայծրությամբ, ինչպես ճիշտ նշեցիք, մենք հասել ենք 6.75%-ի, մեր վերջին նվազեցումը եղել է փետրվար ամսին, դրանից հետո մենք կայուն ենք պահել տոկոսադրույքները, ու հիմնականում խոսում ենք IFB տիպի ռիսկերի մասին, նախորդ հանդիպումների ընթացքում խորհուրդը շատ ավելի մտահոգ էր այդ ռիսկերի իրականանալով, այս պայծրությամբ, ինչպես ես պատասխանեցի նախկին գործընկերոջ նախկին հարցին, մենք ավելի մեղմ ենք տեսնում այդ ռիսկերի մատերիալիզացիայի կամ դրսևորման հավանականությունը, ուստի մեր քաղաքականությունը այս պայծրությամբ մեր կարծիքով բավականին adekvat է, որովհետև մենք ունենք նախ շատ նեյտրալ տոկոսադրույքը շատ մոտ է այն տոկոսադրույքին, որը որ մենք ունենք, եւ հնայաճը շատ մոտ է պոտենցիալին, ուստի մենք կարծում ենք, որ շատ լավ դիրքում ենք, որովհետև ունենք բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ։ Գնաճի վերջի որոշակի աճը ոչ մեծ չափով 3.7% այս պայծրությամբ, ինքը հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոններով, ու ինչպես գիտեք, կենտրոնական բանկերը որպես կանոն զերծ են մնում առաջարկի գործոններին, որոշակի արձագանքելուց, որովհետև հիմնական մեր գործը հանդիսանում է պահանջարկի կոմպոնենտով պայմանավորված գնաճի կառավարումը։ Իվանել դուք նշել եք, որ 3% պետք է լինի նպատակը, նախորդիվ 4%-ից եք խոսում։ Միջնաժամկետ։ Սա էլ է միջնաժամկետ, այսինքն։ Այո։ Շատ լավ։ Համենայն դեպս այս հարցը իհարկե ամեն անգամ հնչում է, տեսեք մոտ կրկնակի իջեցումը վերաֆինանսավորման տոկոսադրույքի առասարակ բանկային քաղաքականության վրա ազդում է, թե չէ, որովհետև եթե այն ժամանակ դուք ասում եք, այո 10.75 էիք բարձրացրել եւ վարկերի տոկոսադրույքները նույն կերպ մնացել էին, բայց հիմա որ իջել է մոտ 80%-ով, եթե հաշվենք 6.75 ու դեռ նպատակ ունեք իջեցնել մինչև 6.25-ից 6.5, այս մասով էլի բանկային քաղաքականության վրա ազդում է, թե ոչ, որովհետև մի քանի օր առաջ էլի խոսակցություն եղավ հարևան երկրներից մեկում, կարծեմ, թե Ռուսաստանում էր, լավ չեմ հիշում, ասում են, որ այնտեղ մարժան շատ քիչ է տոկոսադրույքների, այսինքն բանկերի ֆինանսական այդ եկամուտը, Հայաստանում մոտ կրկնակի է կամ չգիտեմ, գոնե մի 10%-ի չափով է կազմում, այսինքն 10% տրամադրում են, վերցնում են ավանդ 9-10%-ով, 20, 21, 22, 23% միջև բարձրացնում են։ Հիմա այս առումով ինչ որ բան կշահեն քաղաքացիները, հատկապես սպառողական վարկերի մասով, որոնք ամենառիսկային են, թե ոչ։ Մի քանի դիտարկում։ Նախ մենք չենք ասում, որ տոկոսադրույքը կիջնի 6.25, 6.5, այդ ես կարդացի ու շուկայի կարծիքն է դա, շուկայի ակնկալիքը այն է, որ միջնաժամկետ հատվածում, հորիզոնում կենտրոնական բանկի տոկոսադրույքը կարող է իջնել այդ մակարդակին, մենք իմ նշած
հանգամանքների բերումով համակարծիք չենք շուկայի հետ, այս պայդրությամբ այդ տեսանկյունի վերաբերյալ։ Մենք ավելի շատ գնահատում ենք, որ երկրում դեռևս որոշակի ատիպի ռիսկերի մատերիալիզացիայի հնարավորություն կա, ուստի ավելի ժուշկալ ենք ու ավելի ճիշտ ենք վարում մեր քաղաքականությունը ըստ մեր գնահատականների։ Հիմա ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքներին, ձեր նշած սպառողական վարկերը ընդհանուր վարկերի ընդամենը 22%-ն են։ Այսինքն բոլոր մյուս վարկատեսակները իրանց բնույթով ոչ այդքան ռիսկային են, ոչ էլ այդ մեծ տոկոսներ ունեն, որի մասին դուք խոսում եք։ Մի բան, որ մենք հստակ այս հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ մենք ժամանակին, երբ որ տոկոսները իջացնում էինք, դրան ամենաշատը արձագանքում էր մեր եկամտաբերության կորի, այսինքն պետական պարտքոմսերի եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածը։ Այս անգամ մենք տեսնում ենք, որ ամառվանից սկսած, ամառվա վերջից սկսած, օգոստոսից սկսած, մենք տեսնում ենք, որ տեղի ունեն իրադարձություններ, որոնք տարբեր կերպ է կարելի մեկնաբանել, մեր մեկնաբանությունն է, որ դա եւս մեր գործողությունների արդյունքում է, որտեղ մենք պարտի պահոստավորման նորմ ենք փոխել ու բանկերի համար ազատել ենք մոտարապես 180 միլիարդ ավելցուկ իրացվելիություն, որը կարողուղվի տարբեր նպատակների։ Դրա արդյունքում այդ եկամտաբերության կորի միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածը մոտ 50-ից 60 բազիսային կետով նվազել է։ Հա, այսինքն հսկայական բան կա, էլի, այդտեղ անկում կա։ Ինչ վերաբերում է վարկերին, այդտեղ շահույթի մարժան բնականաբար այդքան մեծ չէ, 9%-ը դու պետք է նախ հասկանաս ինչին է էլի տրվում, օրինակ իրանք վերցնում են մի տարանոց դեպոզիտը 10%-ով, տալիս են 20 տարանոց վարկ, որը տալիս են 12-13%-ով հիպոթեկային վարկերը դրամով, կան սպառողական վարկեր, որոնք մինչև 20% կարան բարձր լինեն կախված հաճախորդի ռիսկայնությունից։ Մենք նայում ենք, որ միջին սպառողական վարկը 20%-ից ցածր է։ Այսինքն ինձ թվում է, որ այդ իրողության մեջ ենք։ Հարևան երկրներին նշեցիք, հարևան երկրների նկատմամբ դա էլ է շատ շահարկվում։ Ես Վրաստանի հետ եմ խոսել, Ռուսաստանի գոլեգաների հետ եմ խոսել, Ղազախստանի գոլեգաների հետ եմ խոսել։ Հայաստանում տոկոսադրույքները ավելի բարձր չեն, քան տարածաշրջանում։ Այդ կարևոր է շեշտել, որտեղ այդ անընդհատ շահարկվում է։ Ռուսաստանում կենտրոնական բանկի տոկոսադրույքը 16.5% է, որից բնականաբար գնում է նաև ավելալ վարկերի տոկոս եւ ուրիշ բաներ։ Վրաստանում մենք հիմա հետազոտություն ենք անում, այդ հետազոտությունը հետո եթե ձեզ էլ հետաքրքիր լինի, կարանք ներկայացնենք։ Նախնական իմ տպավորությունն է նա, որ այնտեղ վարկերը սպառողական մոտ 30%-ի կարգի են։ Այսինքն այդ խոսակցությունը նաև իրատակ պետք է բովանդակային հիմք ունենա, որ մենք կարողանանք փաստերը համադրել։ Մենք շատ լավ էքսպերիմենտ ունենք հայկական ու վրացական բանկային համակարգում, ոնց որ ժամանակին Դարոն Աչմօղլուներ չէ, նայում հյուսիսային ու հարավային Կորեան, որ նույն ազգի երբ որ մասնատում ես, ինչա տեղի ունենում։ Հիմա մեր երկու խոշոր բանկերը, համ Վրաստանում, համ Հայաստանում, երկրորդ խոշոր բանկերը, երկուսն էլ գտնվում են նույն խմբի տակ։ Այսինքն, եթե իրանք ինչ որ բաներով իրարից տարբերվում են, ապա տարբերվում են երկրին սպეციფიկ ինչ որ բաներով։ Ամերյան եւ Bank of Georgia-ն, հա? Եթե դու նայում ես, իրանք գրեթե նույնն են, շատ մոտ են։ Ինչ որ բաներով Bank of Georgia-ի տոկոսներն են բարձր, ինչ որ բաներով երևի Ամերիկայի տոկոսներն, շահութաբերության Bank of Georgia-ն մի քիչ ավելի եւ այլ, շատ մոտ են իրար։ Այն պարագայում, որ Վրաստանի օրինակ վարկային ռեյտինգը ավելի բարձր է, քան Հայաստանինը։ Չէ, բացարձակ դրա հետ կապ չունի, ինքը հիմնականում պայմանավորված է մրցակցային միջավայրով, պայմանավորված է առաջարկով, պահանջարկով ու բանկային բիզնեսի սպეციფიკայով։ Ռուսաստանում ձեր ասացի հիման վրա ես գիտեմ, որ դրա համար էլ ավանդները շատ ավելի բարձր տոկոսադրույքներով են վերցնում, դրա համար շատերը խթանում, այսինքն շատերը նպատակ ունեն գնալ հենց ավանդ տնել, այլ ոչ թե բանկերը ավանդ են վերցնում, այլ ոչ թե կենտրոնական բանկից են վերցնում։ Կարող այդպես ֆենոմենալ լինի, վարկերն բնականաբար ավելի բարձր են, քան ավանդների տոկոսադրույքը, հա, եթե ավանդները ժամանակին վերցնում են 22, 23, 24, 25%-ով, բնականաբար դուք այդտեղից կարող հաշվեք, թե ինչ տոկոսով են եղել վարկերը Ռուսաստանում։ Արկա մի քանի հարց ունեմ հերթով տամ։ Էկոնոմիկայի նախարարը կանխատեսում է 7% տնտեսական աճ 2025 թվականի արդյունքներով։ Դուք իր լավատեսությունը կիսում եք։ Կենտրոնական բանկը գիտեք, որ կանխատեսումներ չի անում, մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, մենք սցենարներ ենք դիտարկում։ Եթե ես չեմ սխալվում, շուկայի կանխատեսումների համաձայն մոտարապես 5-4% է, եթե չեմ սխալվում, մեր
5.2, վերջին կանխատեսում էր 5.2%։ Ֆինանսական շուկայի մասնակիցների գնահատականների համաձայն։ Երկրորդ հարցը հիմա նոր մեքենայության ֆինանսական սխեմաներ են գործածվում Հայաստանում, մասնավորապես այդ Ադրբեջանից փոխանցել, իբր թե կենտրոնական բանկից աշխատակից է զանգում մարդկանց, նաև մի դեպք Դավիթ Խաչատյանն արձանագրեց ավականու, որ բանկից վարկ է ձևակերպվել ու բանկը տեղյակ էր, որ այդ մարդը չգիտի, բայց իրան ամեն դեպքում հորդորել են դիմի իրավապահներին։ Արդյոք բան ինչ-որ նոր միջոցառումներ է ձեռնարկում։ Մենք անընդհատ ենք միջոցառումներ ձեռնարկում, Յունի բանկի кейսով եւ մյուս кейսերով անընդհատ նայում ենք։ Խաչատյանի գրառումը ես տեսել եմ, ինչ մասն է, մեր վերահսկողական թիմը աշխատում է Յունի բանկի հետ սպայդրությամբ։ Հասկանում եք, մենք ունենք 7 տրիլիոնին հասնող համարյա վարկային պորտֆել։ 7 տրիլիոն։ Ու մենք խոսում ենք, հասկանում եմ, որ ամեն մի դեպք յուրահատուկ, բացառիկ, բարդ, ամեն մի ընտանիքի համար կարևոր բան, բայց 7 տրիլիոնի մեջ մենք ունենք ինչ-որ դեպքեր, որոնց մասին տենց խոսում ենք, այս մի դեպքը, հետո այս մի դեպքը, հետո այս երկու դեպքը։ Բնականաբար չի կարա տենց դեպք չլինի, չկա երկիր, որտեղ որ ֆինանսական համակարգում, որը ունի բազմաթիվ ռիսկեր, չէ՞, համակարգի ներթափանցման եւ այլն, որը մենք փորձում ենք կառավարենք։ Բացառվում է տենց երկիր լինի, որտեղ այդ տիպի դեպքեր չլինեն։ Մեր նպատակը այն է, որ այդ դեպքերի քանակը հասցնենք նախ մինիմալի, երկրորդը փորձենք ինստիտուցիոնալ լուծումներ տանք։ Այսինքն բանկերում, եթե մեկում տեսնում ենք, որ այդ դեպքը եղել է, ու այդ բանկը կարողացել է այդ լուծումը գտնի ու կանխարգելի կամ հետո արձագանքելով լուծի այդ խնդիրը, մյուսներին էլ նաև հասանելի լինի այդ լուծումները, որ պայքարեն։ Որտեղ այսօր ինձ օրինակ ցույց տվեցին մի հատ թուղթ, որտեղ կեղծել էին իմ տեղակալի ստորագրությունը։ Ռուսերենով, ինքը իհարկե տենց ստորագրություն չունի, բայց անուն ազգանուն էին գրել ռուսերենով ու ինչ որ ռուսական ստորագրություն էին դրել ու դրել էին ինչ-որ սոցիալական ապահովության ինչ-որ հիմնադրամի կնիկ։ Այսինքն շնորհակալ եմ այս հարցը բարձրացնելու համար, իրոք, որովհետև մեր համար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները ամեն անգամ այդ հիգիենայի պայմանները պահեն։ Զանգ է գալիս, եղեք կասկածամիտ այդ հարցով, մի վստահեք, անջատեք, հետ զանգեք եւ այլն եւ այլն, այսինքն ինչ որ բաներ արեք, որպեսզի համոզված լինեք 100%, որ դիմացինը կամ ում է դուք խոսում եք, այդ այն մարդն է, ում է դուք ուզում եք խոսել։ Ինչ որ թուղթեր, որի վրա գրել էին ու ներկայացել էին որպես կենտրոնական բանկի աշխատող, ինչ որ զեղծարարություն անելու համար էլ։ Հանրային։ Ենթադրում եմ Հայաստանում է սարքվել։ Ենթադրում եմ, չեմ կարող հաստատել։ Կներեք